Սիրելի հայրենակիցներ, կառավարությունը հերթական անհասկանալի օրենքի նախագիծն է ներկայացրել, խոսքը վերաբերվում է բջջային հեռախոսների, բջջային համարների այդ բազայի ստեղծմանը, որով ամբողջական վերահսկողություն է լինելու հեռախոս օգտագործողների նկատմամբ։ Մասնագիտական տեխնիկական մասով մասնագետները դրան անդրադառնում են եւ կանրադառնան, ես ուզում եմ խոսել օրենքի հիմնավորումների մասին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմը ինչ են ասում, որ ինչ որ մարդիկ մաքսանենք ճանապարհով բջջային հեռախոսներ են ներկրում Հայաստան եւ քանի որ մաքսային ծառայության աշխատակիցները, պետական ծառայողները չեն կարողանում այդ մարդկանց բերել օրենքի դաշտ, արդյունքում մի քանի միլիոն բջջային հեռախոս ունեցող մարդիկ պետք է իրենց բջջային տվյալները տան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իր ապաշնոր գործունեությունը կարողանա ապահովել եւ այդ ստվերի դեմ պայքարել։ Այսինքն փաստացի տարեկան 100 հազարավոր հեռախոսներ են վաճառում խանութներով, մարդիկ գնում են այդ հեռախոսները նորմալ ձեռք են բերում, այդ հեռախոս վաճառողները հարկեր են վճարում, բայց ինչ որ մարդիկ ֆիզանձով տարեկան 10, 20, 30 հեռախոս են բերում եւ դրանք ստվերային ճանապարհով վաճառում են եւ հիմա դրանց դեմ չեն կարողանում պայքարել, ասում են եկեք այդպես մի քանի միլիոնով ձեր տվյալները տվեք, որ այն մարդիկ, ովքեր տվյալները չեն տալիս, այդ մարդկանց հեռախոսները անջատենք, ասենք դուք հեռախոս չունեք, հետեւաբար չեք կարող այդ հեռախոսները վաճառել։ Սա ուղղակի խոսում է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի ապաշնոր գործունեության մասին։ Այս մարդիկ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու են։ Սա մոտավորապես նույնն է, որ եկեք մարդկանց տներից հացի դանակները հավաքենք, որովհետև հացի դանակով մի քանի հոգի կարող է մարդ սպանել։ Այսինքն փոխանակ գտնեն մեղավորներին, օրենքը խախտողներին, հանցագործներին, ամբողջ ազգին բերում են վերահսկողության դաշտ, որպեսզի այդ մի քանի հոգուն գտնեն։ Խայտառակ օրենքի նախագիծ է ոչ միայն մասնագիտական անվտանգության մասով, այլ նաև հարկային վարչարության մասով։ Այսինքն փաստացի Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ նրանք չեն կարողանում հարկային վարչարարություն իրականացնել, չեն կարողանում ստվերի դեմ պայքարել եւ ստվերի դեմ պայքարի գործում ներգրավում են ամբողջ հասարակության, որպեսզի 3 միլիոն մարդով պայքարենք 10, 20, 30, 40 հոգու դեմ, ովքեր մաքսանենք ճանապարհով բջջային հեռախոսներ են ներմուծում։ Սա ուղղակի մեկ անգամ ևս կրկնում խայտառակություն է, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը առավել ևս հարկային վարչարարության մասով ուղղակի խայտառակ քաղաքականություն են վարում, փոխանակ այնպես անեն, որ մարդիկ, ովքեր օրինապաշտ են, օրենքի շրջանակներում գործունեություն են ծավալում, այդպես են ապրում, ավելի ազատ, ավելի հարմար գործունեություն ծավալեն, առօրյա ունենան, ամեն անգամ նույնը սա հիշում եք հայտարարագրման համակարգի ներդրումներ, որը նաև մեր բոլորի դժգոհության պայքարի արդյունքում փաստացի չեղարկվեց, այսինքն ասում են ինչ որ մարդիկ եկամուտներ են թաքցնում, դրա համար եկեք մի քանի միլիոն մարդով հայտարարագիր լրացնենք, որ տեսնենք այդ 10, 20 կամ 100 հոգին ովքեր են, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում օրենք խախտողներին գտնել եւ ներդնում են այնպիսի համակարգեր, որ ամբողջ ազգը ուղղակի տանջվի, ել չասած անվտանգության բազմաթիվ ռիսկեր է գեներացվում օրենքի այս նախագիծը։ Շնորհակալություն։